Երևանը մեր բոլորի տունն է եւ մենք պարտավոր ենք մաքուր ու գեղեցիկ պահել այն։ Հենց այս ցանկությամբ է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներն անձամբ են ներգրավում քաղաքի մաքրման ու ծառ տնկելու պատասխանատու աշխատանքին։ Նոր-Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքը պատահական չէ, որ ընտրված է։ Տարիների կեղտն ու փոշին տեղի բնակիչների համար վաղուց են գլխացավանք դարձել։ Հետևաբար գործին մեծ եռանդով ու ոգևորությամբ են միացել նաեւ իրենք։ Մասնակցում եմ այս աշխատանքներին, որովհետև ուզում եմ գեղեցիկ լինի մեր մասիվը, ծառը շատ լինի, որ մենք մաքուր օդ ունենանք, մեր երեխաները լավ մաքուր օդ շնչեն։ Ուզում ենք, որ մեր քաղաքը ավելի սիրունանա, ավելի հաճելի քաղաք դառնա։ Ոչ մեկ դժգոհ չի, ուրախ են իրանց արած աշխատանքից, որովհետև բոլորն էլ գիտակցում են, որ լավ գործ են անում մեր քաղաքի համար։ Ծառը իմ համար դա հավերժությունն է, դա կյանք է։ Ամեն մարդու պարտքն է։ Այս քաղաքում թեկուզ մի ծառ տնկել։ Յուրաքանչյուրս պետք է այդ հոգատարությունը ցուցաբերենք, որպեսզի լինի ոչ միայն գեղեցիկ Երևանը, այլ մաքուր օդ լինի։ Ինչքան շատ ծառ, այնքան մաքուր օդ, այնքան մաքուր Երևան, այնքան գեղեցիկ Երևան։ Ոչ միայն վերականգնել կորցրածը, այլև ետ բերել այն։ Երևանի ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն այս ցանկությամբ է մասնակցում շաբաթօրյակին։ Տարվա առաջին ծառը հենց այստեղ է տնկում։ Կանաչաբադումը մեր առաջնային կարևոր խնդիրներից մեկն է լինելու եւ այն ինչ արվում է պահպանվելու է, առ այսօր գորածը փորձելու ենք վերականգնել եւ լրացուցիչ շատ ավելի նոր տարածքներ պետք է հատկացվեն կանաչապատմանը։ Վերջին տարիների ծառահատումներն ու կանաչ տարածքների խաթարումը ոչ միայն փչացրել են քաղաքի տեսքը, այլև մթնոլորտի աղտոտման պատճառ են դարձել։ Բարգավաճ Հայաստանը կարևորում է Երևանի բնապահպանական վիճակի բարելավումը։ Հաղթանակի պարագայում խնդիրը հրատապ լուծում է ստանալու։ Հստակ նորմեր կան, թե յուրաքանչյուր քաղաքացու ինչքան քանի քառակուսի մետր կանաչ տարածք պիտի հասնի, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այսօրվա դրությամբ ուղղակի նոնսենս է խոսել այդ ուրեմն չափորոշիչների պահպանման մասին։ Մենք տեսնում ենք, թե շատ փոքր կենտրոնից են կողմ ինչ վիճակում է գտնվում քաղաքը։ Ասել, որ մեկ օրում դա հնարավոր է լինել լուծելու, իհարկե որևէ քաղաքական ուժ եթե նման հայտարարություն կանի, դա կլինի ուղղակի արկածախնդրություն, բայց որ մենք իրապես ունենք Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման շատ լուրջ ծրագիր եւ վստահության քվեն ստանալուց հետո, այսինքն աշխատելու լծակներ ունենալու դեպքում մենք հետևողականորեն բոլոր այս ծրագրերը իրականացնելու ենք, իհարկե դա միանշանակ է։ Վերջի տարիներին այնպիսի մեծ ծառահատումներ են եղել հանրապետությունում եւ հատկապես Երևան քաղաքում, որ խախտվել է մեր քաղաք Երևանի շնչառությունը, այսինքն վնասվել է Երևանի թոքերը եւ հիմիկվա այս միջոցառում ամեն մի ծառի այս տունկը մեծ նշանակություն ունի մեր ապագայի համար։ Կուսակցության ներկայացուցիչները հետևողական են լինելու այստեղ տնկված յուրաքանչյուր ծառի ապագայով։ Նույն սրտացավ վերաբերմունքն են ակնկալում նաև տեղի բնակիչներից եւ հորդորում տիրոջ պարտականությամբ խնամել յուրաքանչյուր ծառ ու հոգ տանել իրենց բակի ու փողոցի մաքրության համար։ Գալու ենք, ստուգելու ենք, որ այս շիվերը չպիտի գողանան, չպիտի ջարդվեն եւ չպիտի չորանան, որովհետեւ գիտեք, մենք այսպես գալչկայի համար ծառատունկեր, որ տնկում են, հետո 2-3 օր հետո շիվերը չորանում են։ Արդեն իսկ հստակ մեր ուրեմն մասիվի պատասխանատուները հստակ հրահանգստացել են, որ այս շիվերի պատասխանատուն իրենք են։ Նմանատիպ ակցիաներով պետք է փոխվի նաև Երևանցու մտածելակերպը, այսինքն Երևանցին պետք է վերջո տեր կանգնի իր իրավունքին, Երևանցին պետք է տեր կանգնի իր քաղաքին։ Քաղաքը Երևանցունն է եւ եթե Երևանցին եղավ իրավատեր, բնականաբար քաղաքը եւ լինելու է մաքուր, քաղաքը եւ լինելու է բարեկարգ եւ լինելու է կանաչ։ Մայրաքաղաքի դեմքը միայն որոշակիորեն բարեկարգված կենտրոնը չէ, Երևանը պետք է գրավիչ ու գեղեցիկ լինի իր բոլոր անկյուններով։ Սկսելով յուրաքանչյուր փողոցից ու յուրաքանչյուր բակից, Բարգավաճ Հայաստանը բարեփոխումներ է իրականացնելու ամբողջ Երևանով։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Աշոտ Համբարձումյան, Էպիկենտրոն։